Դու ունես հավատք ոչ միայն համբերելու այդ փորձությանը, այլ նաև դու ունես հավատք դուրս գալու այդ փորձությունից։ Դրա համար առաքյալն ասում է փորձությունը ուրախություն համարեք, ինչու, որովհետև երբ Աստված ուղարկում է քո կյանքում փորձություն, սա ոչ միայն նշան է, որ Աստված տվել է քեզ հավատք անցնելու այդ փորձությունը, այլև այստեղ կա նշան հենց այդ փորձության մեջ, թե որտեղ է Աստված պատրաստվում քեզ օրհնել։ Այն հավատքը, որ Աստված քեզ տվել էր մինչև փորձությունը, այդ հավատքը ոչ միայն օգնում է, որ դու փորձությանը համբերես, այլև օգնում է, որ փորձության նպատակը քո կյանքում իրականանա։ Որն էր փորձության նպատակը։ 4-րդ խոսք։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ եւ ամբողջ լինեք եւ ոչ մի բանի պակասություն չունենաք։ Աստված դրել է հստակ նպատակ փորձության մեջ, որով դու հիմա անցնում ես, որ դու կատարյալ եւ ամբողջ լինես եւ ոչ մի բանի պակասություն չունենաս։